Հանրապետական կուսակցությունը 2018 թվականի ապրիլից ունի մեկ ընկալում։ Մարդիկ, ովքեր անկեղծ գիտակցում են, որ Նիկոլը դավաճան է, մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարելու այդ դավաճանի դեմ, եւ մարդիկ, ովքեր այդ պայքարի արդյունքը տեսնում են դավաճանի պատասխանատվությունը։ Մեզ համար այս 3 բաղադրատարերը անփոփոխ եւ շատ կարեւոր են։ Մենք սկզբում միայնակ էինք սրա դեմ պայքարում։ Հետո սրանց դեմ պայքարին մեզ միացան մարդիկ, ովքեր հասկացել են, թե ինչի մասին էր 18-ը։ Հետո կամած արդեն գիտակցում եղավ, ընկալում։ Հիմա միգուցե նաև արդեն սպասում հանրապետական կուսակցությունից։ Մենք այդ բոլոր փուլերը անցել ենք։ Բայց պարակտում հանրապետականի եւ մարդկանց միջև, ովքեր այս գիտակցում ունեն, երբեք չի եղել։ Այլ բան է, որ ընդդիմության շրջանակներում պարբերաբար հայտնվել են մարդիկ, ովքեր այլ նպատակներ են ունեցել, չեն թաքցնում այդ նպատակների մասին եւ ցավում են, որ ժամանակ առ ժամանակ իրենց թիրախ են ընտրում հանրապետականին եւ ոչ թե Նիկոլին։ Հանրապետականը երբեք բացի Նիկոլից ուրիշ ոչ մի թիրախ չի ունեցել։ Նույնիսկ այն մարդկանց, ովքեր տարիներով սուտ են հորինել, սուտ են գեներացրել, նստել են իրենց լրատվականներով եւ ոչ միայն լրատվականներով, ռեսուրսներով ամբողջությամբ պարզունակ պրիմիտիվ ստեր են խոսում, բայց այնքան շատ են խոսում, որ ստի դոզան բարձրացնելով այն ճշմարտությունը, որ եթե նույնիսկ մենք ասենք, ինքը հնարավորություն չունենա ճեղքելու այդ ստի շղարշը։ Եվ հիմա միգուցե անակնկալի են եկել, որ մենք սկսել ենք ճշմարտությունը ասել։ Ես չգիտեմ ինչի այս ամենը սկսվեց։ Ես անկեղծորեն չգիտեմ ինչի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը որոշեց, որ TV5-ի տաղավարը պետք է վերածել, ասենք, ՔՊ-ի լրատվականի տաղավարին։ Նույն մակարդակի ստեր հորինել։ Հիմա ես կարող եմ ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից է նայել այն մնացած ստերի գեներացիան, որ տարածում են նիկոլական ֆեյքերը հանրապետականի մասին։ Մեզ փորձում են ասել, թե գիտեք ինչ, դուք ասուլիսից հետո անդրադառնում եք Ռոբերտ Քոչարյանին, նախ դուք սուտ եք ասում, եւ այս համացանցային դարում հիանալի տեսանելի է եւ կարելի է այդ ապացուցողական բազան ստեղծել, որ մենք Ռոբերտ Քոչարյանի ոչ մի ասուլիսին երբևէ չենք արձագանքել, նույնն էլ վերջինն է, անկախ նրանից թե հանրապետական անունը կամ նախագահ Սերժ Սարգսյանը քանի անգամ է շրջանառվել այդ ասուլիսի ժամանակ։ Դա երկրորդ նախագահի կարծիքն է իրեն ուղղված հարցերի եւ իր հարմար գտած պատասխանների շրջանակներում։ Մենք երբեք դա չենք մեկնաբանել։ Բայց այդ ինչ կար այդ ասուլիսի մեջ, էլի ձեր կարծիքով, որ մենք պիտի դրան անդրադառնայինք մեկնաբան։ Այդ ինչ աշխարհացունց բան է եղել, որ ես չեմ ֆիքսել, կարող է ուրիշ ասուլիս եմ նայել ուղակի։ Կամ ինձ ասում են այդ ասուլիսից բացի նաև դուք այլընտրանքային կարծիք ունեք։ Այո, մենք ունենք այլընտրանքային կարծիք։ Մենք համարում ենք, որ չի կարելի 1 տարի սպասել ընտրություններին, պետք է ամեն օր աշխատել Նիկոլին հեռացնելու համար, որովհետև շատ մեծ հարցական է այս տեմպերով Նիկոլը 2026 թվականին Հայաստան պլանավորում է ունենալ, կամ այս մնացուկը, որ Հայաստանից թողել է, պլանավորում է ունենալ, թե չէ։ Ես համարում եմ, որ այս տեմպերով եթե գնաց, Նիկոլն ու Ալիևը կհասնեն նրան, որ մինչև 2026 Հայաստան չի լինելու։ Ինչպես կարելի է այդ ընտրությունների մասին խոսել։ Կամ այդ նույն ասուլիսի ժամանակ ասում են, որ այ դրանից հետո դուք սկսեցիք հանրապետականներով խոսել։ Մենք դրանից հետո չենք սկսել խոսել։ Մենք ընդհանրապես չենք մեկնաբանել մինչև այն պահը, երբ որ դուք որոշել եք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի շուրթերով ստեր հորինել հանրապետականի մասին։ Բայց մենք այլևս այդ ստերին միշտ պատասխանելու ենք։ Այնպես չի լինելու, որ դուք այդ սուտը ասեք եւ անցնեք առաջ։ Չի լինելու նման բան։ Այո, դուք ստի դիմաց լսելու եք ճշմարտությունը, ստիպված եք լինելու լսել այլևս ճշմարտությունը։ Ես միգուցե շատ լավ կարողանում եմ իրենց հասկանալ, որ դա հարմար չէ, բայց այդպես չի լինելու, որ դուք այդ սուտը արտադրեք եւ ասեք թեման փակ է։ Թեման չի փակվելու այնքան ժամանակ, քանի դեռ դուք սուտ եք արտադրում։ Եվ եթե դուք մի օր կդադարեք այդ սուտը արտադրել, մենք մեկ անգամ էլ այդ ճշմարտությունը կասենք եւ կավարտենք։